որևէ հարցի պատասխանելու։ Գիտեմ ձեր միտումները օրվա խորհուրդը որոշակի առումով մթագնելու։ Ես այսօր խոսեմ սիրելի եւ հարգելի Լիա։ Այսօր խոսենք քաղաքացիությունից, մեր ներքին հանրային խնդիրներից եւ ոչ թե արտաքին քաղաքականությունից։ Դրա համար բազմաթիվ առիթներ են։ Պարոն Հարությունյան, ժամը 13:00-ին Փաշինյանը բոլորին հրավիրել է, բայց արդեն 14:30-ին նա չկա։ Հրավիրել է երբ է գալու։ Հարգելիներս, հրավերը ոչ թե իր հետ հանդիպման համար է, այսօր տոն է քաղաքում։ Ենթադրվում է իր ներկայությամբ պետք է կլինի, նաև իր ներկայությունը ամենայն հավանականությամբ կլինի եւ դուք առիթ կունենաք դա արձանագրելու։ 8 տարվա մեջ ինչպիսի քաղաքացի կերտեց ձեր իշխանությունը, ո՞րն է ձեր պատկերացրած այդ քաղաքացին, որի օրը հիմա նշում եք։ Ես կարծում եմ ավելի պատասխանատու քաղաքացի, որը շատ լավ գիտի իր իրավունքները, բայց իրավունքները առանց պարտականություններ չի լինում։ Հիմա մենք նաև սովորում ենք եւ ճանաչում ենք մեր պարտականությունները։ Երբ որ այս համադրությունը ճիշտ լինի եւ բալանսավորված, ես կարծում եմ, որ շատ ավելի լավ հասարակություն կունենա։ Արդյոք որևէ հարցում չեք խաբել ձեր քաղաքացուն։ Ոչ, մենք կարող է սխալվել ենք, բայց մենք չենք խաբել մեր քաղաքացիներին։ Այսինքն այն, ինչ խոստացել եք քաղաքացիներին, օրինակ երբ հայտարարել եք, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, հետո ասել եք Արցախը Ադրբեջան է, դա ախաբեություն չէ։ Հարգելի Լիա, հասարակությունը այդ քայլերից հետո բազմաթիվ անգամ առիթ ունեցել է գնահատելու արդյոք դա խաբեություն էր, թե սխալ էր, թե որոշակի քաղաքականության փոփոխություն էր եւ այն հանգստությունը եւ հանդարտությունը, որ կա, եւ ես ունեմ համոզմունք եւ վստահություն, որ այն արդյունքները, որոնք կլինեն հունիսի 7-ին, կվկայեն նրա մասին, որ հանրությունը այս իշխանությանը ընկալում է որպես իր մի անբաժանելի մաս, իր սխալներով, իր հաջողություններով եւ ձեռքբերումներով։ Պարոն Հարությունյան, իսկ անկալումներում հանրության, որ ԿՊ-ի ռեյտինգը բավականին նվազել է, դա նաեւ այսպես ասած հարցումներն են ցույց տվել։ Բազմաթիվ ադրբեջանցիներ են այստեղ լինելու։ Ոչ, իհարկե, եթե հետևել եք, բնականաբար պետք է տեսնենք, որ լրատվամիջոցն է նման տեղեկություն գրել եւ չվերագրել մեզ, պարոն Հարությունյան։ Չէ, ուղղակի հարցնում եմ, ոնց որ դուք եք, բայց ոնց որ թե մենք չենք։ Պարոն Հարությունյան, իմ հարցի վերաբերյալ եւ ըստ էության տեսեք, ասում եք գնում ենք բացարձակ մեծամասնությամբ, բայց հանրային ընկալումներում նաեւ հարցումներում տպավորություն է, որ ԿՊ-ի ռեյտինգը նվազել է եւ այս միջոցառումն էլ ըստ էության ասում են, որ ԿՊ-ն փորձում է հեղափոխության էյֆորիան վերականգնել, որպեսզի ռեյտինգը ավելացնի, բարձրացնի։ Սրա վերաբերյալ ինչ կմեկնաբանեք։ Իշխանությունը ինքն իրանով չի կարող ռեյտինգ բարձրացնել, եթե չկա հանրային ընկալում։ Եվ ես չգիտեմ ինչ ռեյտինգների վրա եք հղում անում։ Եթե Գելափի վրա եք հղում անում, ապա Գելափը 21 թվականի ընտրություններից առաջ հասցրել է խայտառակվել ամբողջ ազգի առաջ եւ չեմ կարծում, որ դա պետք է հիմք ընդունել։ Իսկ ինչ վերաբերում է մնացած ռեյտինգները, մենք տեսնում ենք, որ օրեցօր մենք հանրության շրջանում ավելի մեծ աջակցություն ենք ստանում, նաև հայցելու ենք աջակցությունը, իսկ հանրությունը արդեն կորոշի տալիս է այդ ձայնը եւ քվեն թե չէ։ Պարոն Հարությունյան, այս հակադարձում ասում են, սա ոչ թե քաղաքացիորն է, այլ ԿՊ-ի օրն է, քանի որ ԿՊ-ն է հաղթել, ոչ թե քաղաքացին, եւ այսօր ասում են, որ խաբված քաղաքացիորն են, այդ ձեր ընդդիմադիրները։ Հիմա եկեք միասին քայլենք։ Չէ, լսեք, մի վարքյան, դուք հարցը փակցված է նույն ձերանն ինչ է։ Նարեկ ջան, խնդրում եմ, երբ որ հարց տալիս եք, լսեք պատասխանը։ Եկեք քայլենք։ Եվ հարց այստեղով։ Այստեղ հավեսել դա է, ասում որ այստեղ հավաքված են ձեր համակիրները, ուզում եք ունեն այդ նույն քարտը։ Դուք ուզում եք բանը շուտ ասել ու կասեք, թե իմ ձեր հարցի պատասխանը լսել։ Եթե ուզում եք ձեր հարցի պատասխանը լսել, եկեք քայլենք եւ հարցնենք, քանիսն է այստեղ ԿՊ-ական։ Տոկոսային հարաբերակցությամբ։ Եվ դուք կհասկանաք, սա քաղաքացու օրն է, թե ԿՊ-ն է։ Պարոն Հարությունյան, որպես քայլել է պարոն Հարությունյան, տեսեք, դուք ասում եք քաղաքացու օրն է, քաղաքացուն դուք մշտապես լսում եք, բայց արդյոք այս տարիների ընթացքում քաղաքացու հետ կապված շատ արտահայտություններ մենք չենք ձել։ Նույն օրինակ մետրոյի դեպքը, նույն վերջին ընդդիմության ասելիքը Փաշինյանը փորձեց ընդդիմադիր
ընդդիմադիր հատվածին վերագրել, ասեք, որ շունշանգյալ այն մարդիկ են, որոնք կգնան այդ ընդդիմադիրներին կընտրեն։ Այսինքն դուք կարծում եք, որ մեր երկրում միայն իշխանության համակիրներն են։ Հարգելիս, ես արդեն ասացի, որ մենք էլ անսխալական չենք եւ մենք էլ հանրության հետ միասին վերափոխվում ենք։ Որոշ դեպքերում փորձում ենք առաջնորդությունը այդ վերափոխման մենք ստանձնել։ Որոշ դեպքերում հանրությունն է այդ առաջնորդությունը ստանձնում եւ մեզ է փոխում իր պահանջներով, իր դիտողություններով, իր դիտարկումներով։ Եվ այն ընկալումը, որ կա հանրության կողմից եւ ես տեսնում եմ, ես կարծում եմ, որ այս իշխանությունը որոշ վայրի վերումների ներքաղաքական ողբերգությունների եւ ողբերգական իրադարձություններից հետո շարունակում է եւ ավելի մեծացնում է ներդաշնակությունը հանրության հետ։ Շնորհակալություն։ Պայմանավորվել միասին, ոչ այսօր քայլենք եւ քաղաքացիների կարծիքը տեսանք։ Կարծիքը ինքն են գափոխում Եվ ուզենք ավանդաբար դուք նենգափոխում եք իմ ասածները։ Տասնյակ կամերաներ էստեղ կար եւ ես այլ առաջարկ արեցի ձեզ։ Այստեղ քայլել եւ հարցնել, քանիսն են ԿՊԱ-ական։ Պարոն Հարությունյան, որպես Այդ իմաստը չկա, որովհետեւ այդ օրը քաղաքացու օրը չի։ Դուք այսօր է այդ օրը։ Հարցնենք քաղաքացիներին, կիսում են ձեր տեսակետը, որ քաղաքացին այսօր է այդ օրը, հարգելիս։